Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Պարուհի Պարուսույց Լարիսա Հակոբյանն է։ Ողջույն Լարիսա։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Լարիսա, ուզում եմ խոսենք ձեր գործունեությունից եւ ձեր թույլտվությամբ ուզում եմ վերադառնանք մանկության տարիներ։ Ի սկզբանե ինչպես եղավ որոշումը Պարուհի դառնալու։ Ինչպես հասկացաք, որ սա այն ճանապարհն է, որով որ պետք է անցնեք։ Նախ ասեմ, որ 3 տարեկան ժամանակ սկսել եմ պարել եւ տատիկս նկատել, որ այդ տաղանդի մեջ կա։ Ու ծնողներս ինձ տարել են Պարի, իհարկե իմ շատ սիրելի Պարուսույց Սոֆի Դևյանի մոտ, ու այնտեղից արդեն սկսել եմ պարային գործունեությունը մինչև առ այսօր։ Երբ արդեն դպրոցի շրջանում էիք դպրոցական տարիների ժամանակ, արդյոք չկար այլ մասնագիտություն, որը ավելի էր ձեզ ոգեշնչում։ Բացի պարարվեստից, չէ, իհարկե չկա, որտեղ մինչև առ այսօր, որ ես միշտ ասում եմ, իմ կյանքի իմաստն է պարը։ Ես ապրում եմ այդ ամենով։ Երբևիցե չի եղել իմ կյանքում որևիցե մի ժամանակահատված, որ օրինակ ասեք կուզենայի պարուհի չլինեի կամ դառնայի երգչուհի կամ ինչ-որ չէ, դերասանուհի, չէ, պարը կա, պարի մեջ է, պարի ներսում է ու բացի պարից չեմ պատկերացնում այլ մասնագիտության մեջ ինձ։ Լայսա, ձեր ընտանիքի անդամները եւս արվեստի մեջ են, որքանով որ տեղյակ եմ, եղբայրը երգում է, փոքր եղբայրը նվագում է, հոլահար է, այո, ձեր աղջիկը ունի հոյակապ ձայնային տվյալներ, սա կարծես թե սերնդեսերունդ, այո, գեներով եկած շնորհ է։ Այո, ես ասեմ, որ հայրիկս կլարնետահար է եղել, մայրիկս ջութակահար, տատիկիս քույրիկի կողմը պարուհին է, այսպես ասած, դա գեներով եկած ինձ թվում է արվեստը, որը որ մեր երեխաներից մեջ էլ է դա այսպես ասած սերմանվել, այո։ Լայսա, ասում են, որ երբ արվեստի մեջ ես, դու ապրում ես այլ կյանքով, դու բոլորից տարբեր եք։ Երբ ընտանիքում բոլորն են արվեստի մեջ, դա ինչ է լինում, ինչ եք անում, երբ հավաքվում եք, մեկը նվագում է, մեկը երգում է, ասեմ, որ շատ ուրախ է անցնում, այո, մեկը երգում է, մեկը պարում է, մեկը նվագում է, շատ հետաքրքիր է արվեստագետի կյանքը։ Կան օրինակ շատ արվեստագետներ, որոնք որ շատ ծանր են ապրում, ես դա էլ լավ գիտեմ, բայց մեզ մոտ ամեն ինչ շատ խաղաղ է, շատ սիրուն է, որ ինչ-որ մի տեղ էլ գնում ենք, օրինակ ընտանիքով, մենք անգամ մեզ վրա, մենք շատ լավ ենք զգում մեզ, որ բոլորի ուշադրության կենտրոնում մենք ենք ու ուղղակի հպարտանում են, թե իմ պարով, թե եղբորս երգով, թե Ալեքսի դհոլ նվագելով, նարիչկաս էլ շատ շուտով երգի, այսպես ասած, ոլորտում արդեն իսկ կարծում եմ այնպես կանենք, որ կճանաչվի։ Այս ոլորտում, որքան էլ որ ամեն ինչ գեղեցիկ է, ամեն ինչ փայլուն է, հայտնիությունը լավ բան է, սակայն այդ ամենը ունի իր հակառակ կողմը, խոսքս Նարայի հետ կապված է, բավականին դժվար է երգչուհու ճանապարհը, որպես մայր, որպես որոշակի առումով այս ամենի մեջ թրծված մարդ, որքանով եք նրան ուղղորդում դեպի երգարվեստ։ Դե բնական է, արդեն իսկ ես էլ օրինակ շատ կյանքի բարդ ճանապարհի մեջով եմ անցել, մենք շատ լավ գիտենք արվեստի կյանքը, փորձում իրեն բացատրել, թե ինչպես պետք է լինի, որ հանկարծ որևիցե մի ճանապարհում ինքը չսխալվի։ Բնական է շատ բարդ է լինելու, նամանավանդ, որ ես, այսպես ասած, իրեն մենակ եմ մեծացրել, ինքը շատ հասուն մտածելակերպով, շատ խելացի բալիկ է։ Եվ ինքն էլ գիտի, որ մեծ ու բարդ ճանապարհ է սպասում իրեն մշակույթի ոլորտում։ Լայսա, նշեցիք, որ միայնակ եք մեծացրել Նարային, որքան էլ որ վերջինս կապ ունի իր հայրիկի հետ, շփվում է նրա հետ, սակայն այնուամենայնիվ, երբ ընտանիքը լիարժեք չէ, այդ բացը կա, ինչքան էլ շփում լինի, ինչքան էլ կապ ունենա եւ այլն։ Որպես դժվար ճանապարհ անցած կին, արդեն ոչ թե պարուհի, հատկապես ինչ խորհուրդներ եք տալիս Նարային եւ կյանքի որ փուլերին եք, այսպես ասած, պատրաստում նրան։ Ես ասեմ, որ ճիշտ է, բնական է երեխան իր մայրիկի հետ է ապրում,
Բայց ամեն դեպքում չի եղել այդպիսի մի պահ, որ ինքը մի ծնողի հետ շփվի, մեկի հետ ոչ, մենք դա երկկողմանի թույլ չենք տվել, ինչ շատ հեշտ է եղել, որովհետև իր հայրական տունն էլ, այսպես ասած, միահամուռ ուժերով երեխային շատ ուշադիր են, որը որ ինձ համար շատ ուրախալի է։ Ես չեմ սիրում, որ ծնողները թեկուս եւ բաժանված են լինում ու երեխաները դրանից տուժվում են, հոգեպես ծնողները ստրեսի են ենթարկում, հա, papan մամային մի ընդունիր, մաման papayin չի կարելի այդպես։ Մենք փառք Աստծո այդ խնդիրը չունենք եւ չենք էլ ունենա երբևիցե։ Որևիցե մի, չգիտեմ, քայլ, որը որ կլինի, որ երեխայի համար երկկողմանի ծնողները պետք է խորհուրդ տան, մենք այդ ժամանակ շատ միավորվում ենք եւ ես համոզված եմ, որ իրենց բալիկի վատը երբեք չեն ուզենա։ Նառան ծնողների կարոտ, այսպես ասված, չունի։ Այո, դա շատ կարևոր է, որովհետև այստեղ լինում են տարբեր հյուրեր եւ երբ խոսում ենք իրենց կյանքի մութ որոշակի առումով թաքնված անկյունների մասին, շատ դեպքերում լինում են ծնողներ, ովքեր նշում են, որ ես արգելում եմ, որովհետև իմ երեխան չի կարող սովորել լավ բան տվյալ ծնողից, խորից կամ մորից, ինչու՞ չէ։ Իրականում շատ ադեկվատ է դա, բայց ոչ բոլորն են կարողանում պահել այդ հարաբերությունները, որովհետև եթե ամուսնալուծվում ես, ուրեմն ինչ որ կետում ես, որ ամուսնալուծվում ես եւ շատ պետք է ունենաս այդ ներքին ուժը եւ մտածելակերպը ճիշտ, որ կարողանաս ճիշտ դատես։ Չէ, մեզ մոտ չի եղել նման դեպք։ Ես հիմա չեմ ուզում նշել, թե ինչից է դա եղել կամ ինչու է մեր բաժանությունը եղել։ Իմաստ չեմ գտնում իհարկե ասելու, բայց չեմ կարծում, որ երեխայի համար ծնողը պետք է այնպեսի մի բան անի, որ իր երեխային վնասի։ Միգուցե կան կյանքում այո ծնողներ, որ ճիշտ ճանապարհով չեն տանում, այո, պետք է զգուշանալ, ճիշտ խորհուրդներ չեն տալիս, ճիշտ չեն դաստիարակում։ Այո, ես հավատում եմ, կարա նման դեպքեր լինեն։ Ամեն ինչ կար այս կյանքում, չէ՞ լինի։ Բայց փառք Աստծո, մենք այդ խնդիրը, այսպես ասած, չունենք։ Դուք օրինակելի ընտանիքում եք ծնվել, մեծացել եւ մինչ օրս, երբ տեսնում եմ ձեր ընտանեկան տեսանյութերը, ձեր հայրիկն ու մայրիկը կարծես թե մեկ բռունցք լինեն եւ չնայած կյանքում հանդիպած դժվարություններին, խոսքս ձեր հայրիկի հետ կապված է առողջական խնդրի, այնուամենայնիվ ձեր ընտանիքը կարծես թե միահամուռ եւ ցանկացած դժվարության միջով միասին է անցնում։ Այո, կա նման բան, մենք կյանքում միշտ միավորվում ենք, միգուցե այսպես ասած ես 1 տարի շարունակ չգնամ, չտեսնեմ, կարա լինի, բայց որ իմանում եմ ծնողներիս հետ կապված ինչ որ մի խնդիր կա, մենք բոլորս այսպես միամուռ ուժերով հավաքվում ենք, դառնում ենք մի մարդ եւ այդ խնդիրը մենք միասին հաղթահարում ենք եւ լուծում ենք։ Իսկ հայրիկի առողջության հետ կապված փառք Աստծո ամեն բան լավ է։ Արդեն կարգավորվել է։ Ամեն ինչ կարգավորվել է, այսպես ասած, ես միայն ուրախ եմ, որ իրանք միշտ թող լինեն առողջ։ Այսը կար շրջան, երբ անդադար համացանցում քննարկվում էր ձեր մասին տեսանյութեր, հոդվածներ եւ այլն, եւ ձեր ակտիվությունը նաեւ որպես պարուհի այդ շրջանում ավելի մեծ էր։ Եվ եկավ մի շրջան, երբ եղավ ավելի դադար, խոսքս հանրային կյանքում Երևանու մասին է։ Ուզում եմ վերադառնալ կյանքի ձեր այդ փուլ, ինչով էր դա պայմանավորված։ Կյանքում լինում են շատ դժվար ճանապարհներ, խնդիրներ, խնդիրներ, որոնց մեջից կարելի է, եթե մարդ ուժեղ է, ինքը պետք է դա կարողանա հաղթահարի, հա, Աստված տալիս է դժվարություն են մարդու, որ գիտի ինքը դրա մեջով կարող անցնի։ Ես կյանքում շատ դժվարությունների մեջով եմ անցել ու ես կարողացել եմ հաղթահարել, ես պայքարող տեսակ եմ ու երբեք չեմ կոտրվում ոչ մի բանից, անկախ կյանքի ամեն ինչից, ամեն դժվարությունից։ Եվ կարողացել եմ պայքարել, եղել է նաև մի ժամանակ, որ ես չէի ուզում ուղղակի պարել։ Ինչու՞, ինչից էիք հաստատվել։ Չէ, ուղղակի եղավ մի պահ իմ կյանքում, որ ես ընդհանրապես չէի ուզում անգամ ապրել, սենց կյանքի ինձ համար էլ գոյություն չուներ։ Բայց
Իմ ծնողների շնորհիվ, ինձ շատ հարազատ լավ ընկերների շնորհիվ ես կարողացա վերականգնվեմ, ուժ գտնեմ եւ հասնեմ ել ավելի բարձունքների։ Բայց չեմ կարող չհարցնել, թե ինչը կարող էր հանգեցնել դրան, որովհետև դուք արտաքինից բավականին ուժեղ թվացող կին եք, եւ եթե հետ եմ նայում ու հիշում եմ ձեր անցած պատմությունը, դուք կրկին բավականին ուժեղ կնոջ տպավորություն եք թողնում, որովհետև այն ամենի միջով դուք անցակ եւ անցակ պատվով դա խոսում է ձեր ներքին ուժի եւ կամքի մասին։ Ինչ եղավ ձեզ հետ, որ եկավ այդ պահը, որ չուզեցաք անգամ ապրել։ Ոյ, ես միշտ ասել եմ, որ այդ պատմության մասին երբեք չեմ էլ խոսելու, ու հավատացեք, չեմ էլ ուզում խոսել, որովհետև այդ իմ կյանքի ամենադժվար ու վատ կետն է, որ ինքը ամենը ինձ հետ է։ Ամեն պահ, ամեն ժամ, ամեն րոպե, որը որ ես երբեք չեմ կարող մոռանալ, բայց ուղղակի ուժեղ եմ ես։ Եվ ինչ արեցին այդ ժամանակ ծնողները։ Միանշանակ իմ կողքին էին եւ օգնում էին, որ մենք իրար ենք օգնում, որ մենք կարողանանք էլի ոտքի կանգնել, որովհետեւ մենք կյանքում ամեն ինչ կորցրեցինք, ամեն ինչ, տուն, հագուստ, մենք ոչինչ չունենք այդ ժամանակ ու այնպես ստացվեց, որ այո, մենք դարձանք մի մարդ ու միասին ոտքի կանգնեցինք։ Իսկ ո՞րն էր այդ շարժիչ ուժը, որ ձեզ առաջ էր տանում։ Ընդամենը հայրիկս ու Աստված։ Պապա շատ է մեզ, այսպես ասած, թուղթ տվել, որ մենք կարողանանք այդ ամեն ինչից եւ պատվով դուրս գալ եւ ամենակարևորը հոգեպես երբեք չկոտրվենք։ Իրականում շատ ուրախ եմ, որ այդ ամենը անցյալում է եւ դուք այդ ամենի մասին խոսում եք արդեն ապրած, վերապրած եւ հաղթահարած։ Եվ այո, շատ դեպքերում հաղթանակները միասնության մեջ են։ Այո, միասնության մեջ են եւ պետք է ուղղակի առաջ շարժվել։ Ես բոլոր կանանց, թե տղամարդկանց կապ չունեն, մարդիկ, որ դժվար կյանքի մեջով են անցնում, ես խորհուրդ եմ միշտ տալիս, ասեմ, երբեք կյանքում չկոտրվեք, առաջ գնացեք, պայքարեք ձեր կյանքի համար, ձեր բալիկների կյանքի համար, ձեր ընտանիքների համար, որովհետև այս կյանքում, էլի եմ ասում, Աստված էլ մարդկանց է տալիս դժվար ճանապարհ, որը որ գիտի կարող ես դու հաղթահարել եւ այդ ամեն ինչի մեջից դու ինքդ դուրս գալ։ Լավ, այդ ժամանակ դուք այդ ինչուները երբ տալիս էիք ձեզ, վստահ եմ, հաստատ հարցրել եք ինչու հենց ես, ինչու հենց մենք, ինչու հենց այս բարդության, որքան էլ որ գիտակցում ենք, որ մենք պատրաստ ենք դրա համար Աստված մեզ տալիս է այդ փորձությունը, ինչ պատասխան եք դուք ինքներդ ձեզ տալիս, ինչու՞ին։ Ես մի բան կարող եմ ասել, ընդհանրապես ճակատագիր։ Եվ վերջ, որովհետև լավ մարդկանց հետ, այսպես ասած, ես չեմ գովաբանում, որ ես շատ լավ մարդ եմ, ես սիրում եմ, որ դիմացիները միշտ ասեն դա, բայց միշտ այն բարի սրտով մարդկանց, հա, լավ մարդկանց հետ միշտ նմանատիպ վատ բաներ են լինում, ուրեմն ճակատագիր է, պետք է անցնենք այդ ճանապարհի միջով։ Այո, եւ այդ ճանապարհը որոշակի առումով նաեւ դաս է։ Այո, իհարկե։ Դաս է, որից որ, այո, ամեն մարդ բոլորն էլ ունեն սխալներ, եւ պետք է կարողանաս ընդունել այդ սխալը եւ հաջորդ քայլը դա դու չանես, դա շատ կարեւոր է։ Ու ինչի՞ չէ նաեւ գնահատես։ Այո, որովհետեւ երբ գալիս է այդ փորձությունը, փորձությունի միջից դուրս ես գալիս, հետո արդեն հետ նայելով շատ ավելի կարեւոր բաների ես արժեքներ տալիս, արժեքներ կան, այո, գնահատում ես, կյանքն ես գնահատում, քո բալիկին, քո ծնողներին եւ ամեն ինչ։ Եվ կյանքում ես շատ դեպքեր եմ հանդիպել, որ մարդ սխալ է անում ու շատ այնպիսի սխալ, որ ճակատագրական ու մեկը տեսնում ես հաջորդ քայլը նորից ինքը դրանից չի որ ասում է դաս քաղում, այո, ինքը նորից ավելի վատ, ու այդպես շարունակ։ Ու ես միշտ զարմանում, ասում եմ, մի ուժ էլի չեն կարողանում գնահատել այն, ինչը որ իրենք ունեն, ինչը Աստված ներում է, ու էլի լավ կյանք է տալիս, որ էլի շարունակես ապրել, բայց մեկը իրանք էլի այդ վատը իրանք անում են։
Լայսա, ուզում եմ խոսել ձեր կյանքի սոցիալական հարթակներում ներկայանալու կողմի մասին։ Դուք բավականին ակտիվ եք, ներկայացնում եք ձեր կյանքը ու հիմնականում ներկայացնում եք ուրախ կոնտենտով, պար, երգ, առօրյա, պատրաստել, այդ ամենը մեկ հարթակում ներկայացնում եք գեղեցիկ ու պատմում ձեր օրվա ամբողջ ընթացքի մասին։ Իրականում ես կարծում եմ, համենայն դեպս իմ կարծիքով բարդ է, որ ամեն ինչ ներկայացնես, միևնույն ժամանակ, որովհետև լինում են կետեր, որ չես ուզում խոսես եւ չես ուզում ներկայացնես այն ինչ որ այդ պահին կատարվում է։ Եկեք խոսենք այս հատվածից։ Կարողանում եք լինել այդքան անկեղծ եւ ինչպես եք գալիս այդ կետին։ Ես ասեմ, որ ունեմ մեծ լսարան, թե Instagram-ում որ նայում ես սթորիները, մամաները բոլորը ժամը 6-ից արտանում են, որ միշտ գրում են, մեր լույսը ձեզանով է բացվում, ձեզանով է սկսվում այդ օրը։ Մոտիվացիա եք տալիս որոշակի առումով։ Անկեղծ ոչինչ ինադու, այսպես ասված, դիտմամբ ես չեմ անում եմ շատ սիրով, ես սիրում եմ իմ առօրյան, իմ սուրճը, չգիտեմ, ուտեստները պատրաստած, օրինակ ցույց տալ, ներկայացնել, բայց ինքս ինձ համար եմ դա առաջին անում։ Հետո որ ընթացքում տեսա, որ գնալով ավելի շատ սիրում են, գրում են, նայում են, հավանում են, ինչ որ նաև ինչու ոչ շուտ արթնացեք, չէ՞, խորհուրդ եմ տալիս մամաներ ջան, մարզվեք, նաև պարապեք, դա հենց հետո աշխատանքի է բնական է, ընտանիք, բավականին մեծ պետք է դա մեջը կնոջ պատասխանատվության տակ է, որ ամեն ինչ ես հասցնեմ։ Ու մեծ սիրով ես այդ ամեն ինչը անում եմ, ուրախ եմ, որ բոլորը շատ սիրում են, նայում են, հետևում են եւ ողջունում եմ բոլոր իմ հետևորդներին, որ այդքան լավն եք ու միշտ լավ խոսքեր են գրում։ Դա ինձ էլ ավելի շատ է ոգևորում։ Ինձ համար տարբերություն չկա, լավ տան մեջ եմ ապրում կամ չգիտեմ, գյուղի տան մեջ ենք ապրում, ես միշտ գտնում եմ այդ ոնց կա էսթետիկը կարողանում եք ներկայացնել, այո։ Գիտեք, ես ինչ եմ նկատել, կարծես դուք երկու մարդ լինեք։ Օրինակ, առավոտյան երբ դնում եք տեսանյութ, որտեղ դուք գեղեցիկ հարդարված մազերով, եղունգներով երկար եւ ինչ որ գյուղական պայմաններում, օրինակ հավերին եք կերակրում, բայց 1 ժամ հետո դուք դառնում եք Պարուհի Լարիսան։ Ահա։ Ինչպես եք կարողանում համատեղել այդ ամենը։ Շատ սովորական, որովհետև ես ժամը 6-ից եմ արթնանում եւ ես էլի եմ ասում, որ բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս, որ շուտ արթնացեք, որպեսզի ձեր բոլոր գործերը դուք հասցնեք ավարտել։ Եվ դա շուտ արթնանալու արդյունքն է։ Եթե ես արթնանում եմ ժամը 8-ին, լինում այդպիսի օրեր, ես մտածում եմ, որ իմ օրը վերջացել է, ես առավոտվա այդ իմ սուրճն է, թեյն է, զավտրակն է կամ չգիտեմ։ Ես վերջ օրվա այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ օրվա երկրորդ կեսն է արդեն, ժամը 8-ը։ Ու ես հասկանում, որ 2 ժամ, ես այդ 2 ժամվա մեջ կարայի բոլոր իմ գործերը ավարտին հասցնել, բայց քնած եմ մնացել, դա լինում է ամիսը 1-2 անգամ։ Այսօր կան շատ պարային խմբեր, կան շատ պարուսույցներ եւ կա մրցակցություն։ Ցանկացած ոլորտում կա մրցակցություն։ Մի կողմից դա գովելի է, որովհետև եթե չունես մրցակիցներ, դու լճանում ես, իսկ մյուս կողմից էլ որոշակի առումով ագրեսիվ է ունենալ մրցակիցներ, որովհետև ոչ միշտ են Հայաստանում կարողանում ճիշտ մրցակցել։ Ձեր դեպքում ինչպես է, արդյոք ունեք մրցակիցներ եւ ինչ է ձեզ տալիս հենց այդ մրցակցությունը։ Ես ինձ արժանի մրցակից չունեմ, որովհետև ես ի սկզբանե փոքր ժամանակվանից իմ ոճն եմ ունեցել։ Ինձ սիրել են տղա եւ աղջիկա պարով, կինտոների պարով, որ դա միայն ես եմ պարել, ես եմ ներկայացրել եւ ես եմ ճանաչվել այդ պարերով։ Ես ցավում եմ, որ շատ պարուսույցներ, որ հիմա թեկուզ նաեւ հայտնի են, շատ առաջ են գնացել, հայկական պարարվեստը մոռացել են։ Ավելի ժամանակակից պարերի մեջ են եւ երեխաներին էլ են դա սերմանում, որը որ ես չեմ ընդունում։ Դա մեր ոճը չէ, դա մերը չէ։ Ես չեմ փնովում իհարկե ոչ մի պարուսույցի, ուղղակի
այն պարուհին, այն պարուսույցը, որը որ կներկայացնի հայկական պարարվեստը, ես միայն կհպարտանամ իրենցով։ Իսկ արժանի մրցակից ինչու չեմ գտնում, որովհետև ամեն մեկս մեր գործով ենք ապացուցում մեր ով լինելը պարարվեստում։ Եկել է պահ, երբ արդեն դուք ուզում եք լինել բեմում, որովհետև որոշակի շրջան դուք կարծես թե հետևում էիք, թե ինչպես են ձեր սաները բեմ բարձրանում։ Այո։ Հետաքրքիր է ինչն է ձեզ ոգեշնչել այս պահին։ Եղել է պահ, հիմա էլ կա, որ անպայման ուզում եմ նորից բեմ բարձրանալ։ Մի ժամանակահատված ես իհարկե, այսպես ասած, ստոպ տվեցի այդ բեմական կյանքին, որը որ ես ինքս պետք է ապրեի, բայց աշակերտներից բնականաբար դասավանդել եմ, սովորեցրել եմ, բեմ եմ բարձրացրել։ Դա երազանք է այս պահին ինձ համար եւ իրոք շատ եմ սպասում։ Շուտով պատրաստվում ենք մենահամերգի Լարիսա Դան ստուդիայում։ Եվ կարծում եմ, որ նաև ասեմ, որ իմ սաներներն են շատ սրտատրով սպասում իմ բեմ բարձրանալուն, այն պարով, որով որ ես ճանաչվել եմ, կինտոների պարով։ Եվ կարծում եմ, որ այդ պարով բավական հուզիչ է լինելու, ես կարծում եմ։ Եվ այո, ինձ համար դա լինելու է 10 տարի հետո իմ առաջի բեմը։ Կարծես թե նորից սկսվում է ամեն ինչ։ Լարիսա, գաղտնիք չէ, որ երբ բեմի մարդ ես, դերասան, երգիչ, պարուհի, կապ չունի, ցանկացած խնդիր պետք է թողնես կուլիսներում, նոր դուրս գաս բեմ։ Դա բավականին բարդ է, նույնիսկ տեսախցիկներն են դա նկատում, ուր մնաց թե մարդիկ չնկատեն։ Ձեր դեպքում եղել են պահեր, երբ բեմում պարել եք, շուկտացել եք, բայց ներսում քաոս է եղել։ Ես ընդհանրապես իմ կյանքում, ինչպես եմ ապրում եւ իմ բնավորությունը ինչպիսին է։ Ես այդ պահին լինում է խնդիրը, խնդիրը։ Ես մի րոպե հետո դա մոռանում եմ։ Ու թե բոլորն են զարմանում այդ բնավորությամբ։ Հիշաչար չեմ, երբեք չեմ հիշի, մոռանում եմ 1 րոպե հետո ես մոռանում եմ այդ ամեն ինչի մասին։ Անկամ եթե դա ձեզ շատ է ցավացնում, չի կարող նման բան լինել։ Կլինի աշխատանքի վայրում, կլինի բեմ դուրս գալուց առաջ, կլինի, չգիտեմ, տանը։ Իմ տեսակն է այդպեսին։ Ամենավեճի ժամանակ է լինի, օրինակ, ամուսնու հետ կլինի, չգիտեմ, ընտանիքի անդամների հետ կլինի։ Ես 1 րոպե հետո դա մոռանում եմ։ Ու ժպիտով ես սկսում եմ գործ անել։ Շատ հեշտ է ձեզ այդ։ Ինձ համար ես այդպեսին եմ։ Ես չեմ սիրում, որ կինը թեկուզ այդ վեճից հետո խնդիրներ է ստեղծում, շարունակություն է տալիս։ Հակառակը ես ավելի ուրիշ ձև եմ անում։ Ես սկսեմ ժպտալ։ Կանացի խորամանկությունն եք դուք գործի դնում։ Եվ բեմ դուրս գալուց նամանավանդ թեկուզ կուլիսներում, օրինակ գիտեք, այդքան աշակերտներ են դասավանդում, ծնողներ են, պրոբլեմներ, անընդհատ խնդիրների մեջ ես դու, մեկը սխալ է պարում, մեկը շարքը չի պարում, մեկը տարազն է մոռացել, մյուսը կոպին է մոռացել։ Ես էլի ու էլի համբերատար, թեկուզ այդ պահին բնական է պարուսից ես ջղայրանում ես պատասխանատվությունը քեզ վրա է, բայց 1 րոպե հետո ծնող կոմիտեները ասում են, հեսա եկել է, հեսա 1 րոպեից կժպտա։ Իսկ հետաքրքիր է եկել այսը, դուք ձեզ ավելի ուժեղ եք զգում կյանքում, թե ավելի ուժեղ եք զգում բեմում։ Առաջինը կյանքում, հետո բեմում, որովհետև դու ինչքան էլ պարուհի ես դե արվեստի մեջ ես, քո կյանքը պետք է ինքան լավ լինի եւ անկախ լավից էլ վատից էլ դու պետք է լինես ուժեղ մարդ, անկախ ամեն ինչից։ Եվ դա արդեն փոխանցվում է աշխատանքի վայրում, բեմում, ընկերական շրջապատում, ամեն տեղ։ Բայց ինչից եք ամենաշատ վախենում ու թաքցնում։ Դարքի հարցեր։ Ասեմ, ես միշտ ամեն օր Աստծուն խնդրում, որ ինձ առողջություն տա, թեպետ առողջական խնդիրներ ես չունեմ։ Ուղղակի կյանքից, առողջությունից։ Ամեն ինչ կարող ենք ստեղծել մենք։ Այո, կյանքը ցույց է տալիս, որ ուղղակի վախենում
այն կան չէ լավ մարդիկ, որ հիվանդության պատճառով գնում են։ Այդ դրանից են վախենում։ Ու միշտ ամեն օր աղոթքիս մեջ կա, որ թող Աստված ինձ առողջություն տա։ Եթե հիմա հնարավորություն ունենայիք խոսելու նախկին Լարիսայի հետ, անցյալում մնացած Լարիսայի հետ, 20 տարի առաջ կամ 15 տարի առաջվա Լարիսայի հետ ինչ կասեիք։ Շատ չարաճճ եմ եղել։ Ջղայնանա, ինչ պետք է ասեմ։ Չէ, հիմա շատ եմ իհարկե փոխվել, թե տարիքը իրենն է ասում, թե կյանքն է իրանը ասել։ Ամեն դեպքում միշտ եղել եմ կարևորը, ինչքան կարողացել եմ բոլորին օգնել եմ, բայց շատ չարաճճ եմ եղել։ Այդ Լարիսային սպասվելու էր այն դժվարությունները, որի միջով դուք արդեն անցել եք։ Այո։ Ինչ խորհուրդ կտայիք նրան։ Այս բան ոչինչ չի գալիս մտքից, որ ասեմ։ Եվ Որտեվ իմ տեսակը չի փոխվել։ Այսինքն դուք կանցնեիք նույն ճանապարհով։ Ես պատրաստ եմ կյանքի բոլոր դժվար ճանապարհների մեջով, ես էլի պատրաստ եմ անցնելու։ Ես գիտեմ, որ ես դա հաղթահարելու եմ, անկախ ամեն ինչից։ Ես որ մի քանի րոպե առաջ նշեցի, դուք երկու մարդ կարծես լինեք, իրականում այո, կարծես թե երկու մարդն եք, որովհետև դուք խոսում եք կանացի քնքշությունից, կանանցի նրբությունից եւ միևնույն ժամանակ նաեւ խոսում եք ուժից։ Այո։ Ես կա այդպիսի բան, միշտ կինը իր կյանքի բերումով նաեւ դառնում է, այսպես ասած, տղամարդ, կա նման բան։ Բոլոր կանանց մոտ համոզված եմ այն կանայք, որոնք որ անցել են կյանքի դժվար ճանապարհներով, կոփվել են, այո, կոփվել են, չես կարող մեղադրել նման կանանց, որովհետև իրենց էլ այդ բախտն է հասել։ Իսկ եղել են մարդիկ, ովքեր որ չեն հավատացել ձեզ ու հիմա այսպես այս կետից եք նայում այդ մարդկանց։ Եղել են։ Տվել են իրենք ձեզ մոտիվացիան առաջ գնալու։ Իմ կյանքում ես ընկերներ եմ ունեցել, ընկերուհիներ, որոնք որ ինձ դավաճանել են։ Ես միշտ դրա մասին խոսում եմ, բայց ես ինձ մեկը շատ սիրում կարոտում եմ, ներել եմ։ Ու իրանք այդ իրենց, այսպես ասած, քայլի պատճառով, չէ, իհարկե չեն ասել, որ առաջ գնա, իհարկե այդ դուրը միանգամից որ փակել են եւ վախեցել են ինձ հետ դժվար ճանապարհը անցնել։ Այդ ճանապարհին եք հասկացել ովքեր են իրական ընկերները։ Այո, բայց էլի եմ ասում, որ այդ իրենց քայլով եւ պարտադիր չի եղել, որ ինձ ասեն գնա առաջ։ Ես ինքս առաջ եմ արդեն ես գնացել, որտեւ իրենք երբեք չեն պատկերացել, որ ես էլի ոտքի եմ կանգնելու եւ հասնելու եմ էլի այն կետին, որտեղ որ միշտ եղել եմ։ Իսկ եղել է այդ ժամանակ պահ, երբ կորցնեք այդ հույսը, որ էլի հասնելու եք այնտեղ, որտեղ որ հասել էիք ու կյանքի պարզապես թեթև խնդրի պատճառով կորցրեցիք այդ ամենը։ Չէ, չի եղել նման։ Հավատացել եք։ Ես Աստծուն հավատում եմ։ Իմ Աստված միշտ ինձ հետ է, ու ինքը ինձ միշտ ուժ է տվել, որ ես ոտքի կանգնեմ, ու ես միշտ ասել եմ, եթե Աստված մի դուռ փակում է, միանգամից ես դուռը բացում է ավելի լույսով։ Դրա համար միշտ իմ աղոթքներով ես հասել եմ այնտեղ, որտեղ պետք է այնտեղ կանգնեմ ես։ Լարիսա, զրույցի վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Մարդ լինելը։ Ես ասել եմ միշտ, որ ինձ ոչ մեկ ոչ մի բանով այս կյանքում չի կարող զարմացնել, միայն իր մարդ տեսակով։ Թող լինեն մարդիկ բարի, կամեցող, օգնեն միմյանց, գնահատեն այս կյանքի արժեքները, գնահատեն իրենց ընտանիքներին, ընկերներին, ծնողներին, կողակցին։ Եվ երբ որ մարդ իր պրոբլեմներով հանդերձ կյանքին նայում է ավելի բարի ձևով, դա արդեն իսկ գնահատելի է։ Դա մեծ արժեք է մարդ լինելը։ Շնորհակալ եմ Լարիսա, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, շատ հաճելի է քեզ տեսնել
ավելի գեղեցկացած, ավելի Շնորհակալ եմ։ երիտասարդ եւ այսպես դրական տրամադրված։ Շնորհակալ եմ քեզ, որ հրավիրեցիր ինձ հյուր, շատ սիրով եմ եկել, սիրում եմ քեզ շատ եւ պատրաստ եմ հաջորդին նորից գալու։ Սպասում եմ նորանոր ձեռքբերումներ։ Շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։